Խաղություն Աստծո ժողովուրդ։ Խաղություն ձեզ։ Աստծո սիրելի ժողովուրդ, այսօր նույնպես կպատասխանենք հարցի։ Շատ հետաքրքիր հարց են ուղղել մեզ։ Հարցը այսպեսին է. այդքան ասում եք հոգևոր, հիմա ասեք կոնկրետ։ Հիսուսը ֆիզիկապես մարմին ունի, թե ոչ։ Հետաքրքիր է հարց տվողը ինչի նկատի ունի, հիմիկ, հետո, առաջ, Հիսուսը ֆիզիկապես մարմին ունի, թե ոչ։ Իհարկե ծնվել է մարմնով, երկինքա գնացել մարմնով, իսկ հիմի հոգով մեր մեջ է, ու մարմնով մեր մեջ չի։ Մարմնով կամ ոնց կարա Մարդու մեջ է։ Հա, մի հոգու մեջ լինի, լավ, սողաղի մեջ մարմնով կամ չէ, հոգևոր է, սիրելի հարց տվող, հոգևոր Հիսուսը մարմին ունի, հոգևոր մարմին ունի, Աստվածաշունչը հոգի է, եթե մենք հոգևոր հասկանանք Աստվածաշունչը, մարմին ունի, ես լավ համաներ եմ հանի, թող ամեն ինչ Աստվածաշունչով լինի, գրվածքով, որտեղ մի անգամ խոսում էինք մեկի հետ, ասում եմ գրված է, չէ, Հիսուսն Աստված այնպես սիրեց աշխարհը, որտեղ է գրված, որտեղ ցույց տուր, ասում եմ, բայց գրված է, դու լսել ես, գիտես այդ մասին, հիմա կարող է տեղը չենք հիշում, բայց գրված է, էլի, եթե չգիտես, մանգան գտնենք։ Չէ, դու որ խոսում ես Աստվածաշնչի հիմքի վրա խոսա, ցույց տուր տեղը։ Թե ինչ կապ ունի մեր խոսակցության հետ, եթե հաստատ կա էլի հետի։ Ես դրանից ելնելով չեմ կարդում Աստվածաշնչից, ուղղակի թող հաստատվի Աստծո խոսքով, որտեղ ամեն մի Աստվածաշնչյան խոսքը հիմա որ կկարդանք, ես հանել եմ մի քանի տեղեր Աստվածաշնչից, շատ կարևոր է հասկանալու համար։ Դրա համար Քրիստոսի մարմինը ֆիզիկապես մարմին ունի, թե չէ, հարցը, սիրելի հարցը։ Առաջի Տիմոթեոս 3-րդ գլուխ 16-րդ խոսքն եմ կարդում։ Տեսեք, եւ հայտնապես մեծ է Աստվածպաշտության խորհուրդը։ Աստվածպաշտության խորհուրդը մեծ է։ Ոմանք անտեսում են այդ խորհուրդը, բայց այստեղ ասում է Աստված, որ Աստվածպաշտության խորհուրդը մեծ է։ Աստված հայտնվեցավ մարմնում։ Աստված հայտնվեցավ մարմնում, մեր մարմինների մեջ։ Աստված մենք գիտենք, չէ, Հիսուսի մասին մենք գիտենք, որ Հովհաննես առաջի գլուխ առաջի խոսքում գրված է։ Եվ սկզբից էր բանը, բանն Աստծո մոտ էր, եւ բանն Աստված էր։ Բանը դա խոսքն է։ Խոսքը դա Հիսուսն է։ Հիսուսը հոր բերանից դուրս եկած խոսքն է, հոր որդին է, միածին խոսքն է։ Իր բերանից դուրս եկած խոսքը այոյու ամեն է, ճշմարտություն է։ Տեսեք, Աստված հայտնվեցավ մարմնում, արդարացավ հոգով։ Երեցավ հրեշտակներին, քարոզվեցավ հեթանոսներին, հավատացվեցավ աշխարհքումը եւ վերացավ փառքով։ Աստվածպաշտության խորհուրդը։ Աստված հայտնվեց մարմնում, մենք պետք է հասկանանք, որ Աստված այս խոսքն է, Հիսուսը այս խոսքն է։ Նորից չկրկնեմ, լավ։ Տեսեք, երկրորդ տեղն եմ կարդում։ Հովհաննես առաջի գլուխ 14-րդ խոսքը։ Հովհաննես ավետարանիչ առաջի գլուխ 14-րդ խոսքը։ Եվ բանը մարմին եղավ եւ մեր մեջ։ Մի քիչ առաջ ասեցի, բայց հանել էի այստեղը։ Հենց այս մասին էի ասում։ Տեսեք, լավ, Հովհաննես 6-րդ գլուխ 53 խոսքը կարդամ։ Հովհաննես 6-րդ գլուխ 53-ից 57-րդ խոսքերը։ Հրյաներներ իրար հետ խոսում էին եւ ասում, կռվում էին հրյաները։ Սա ինչպես կարող է իր մարմինը տալ մեզ ուտելու համար, որ Հիսուսն այցի մարմինը ճշմարիտ կերակուրը, կռվում էին իրար հետ, ո՞նց կարա այս իր մարմինը տա մեզի ուտելու։ Հիսուսն էլ նրանց ասաց, ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե մարդի որդու մարմինը չուտեք եւ նրա արյունը չխմեք, կյանք չունեք ձեր անձերումը։ Իմ մարմինը ուտողը եւ իմ արյունը խմողը հավիտյան կյանք ունի, եւ ես հետին օրունը կհարուցանեմ նրան։ Սիրելի հաստվող,
Ֆիզիկական մարմինի մասին էր Հիսուսն ասում։ Ինքը եթե ֆիզիկական մարմնով էր, ուրեմն ֆիզիկական մարմինին էր ասում, որ իմ մարմինը չուտի։ Որովհետև իմ մարմինը ճշմարիտ կերակուր է եւ իմ արյունը ճշմարիտ խմելիք է։ Իմ մարմինը ուտողը եւ իմ արյունը խմողը մնում է ինձանում եւ ես նրանում։ Եվ ես նրանում, ըհը։ Կարդամ Հովանես Ավետարան 6-րդ գլուխ, այսին որ կարդացինք, Հռոմեացիների 8-րդ գլուխ, 3-ից 4-րդ խոսքերը, 3-ից 4 խոսքերը։ Որովհետև այն, որ անկարելի էր օրենքին, որ տկար էր մարմնի պատճառով, Աստված իր որդին ուղարկելով մեղքի մարմնի նմանությունով եւ մեղքի համար, մեղքին դատապարտեց այն մարմնումը, որ օրենքի արդարությունը կատարվի մեզանում, որ մարմնավորապես չենք վարվում, այլ հոգևորապես։ Մեղքին Աստծուն ուղարկեց մեր մեջ, որ մեր մեջ մեղքին դատապարտի։ Մի քիչ առաջ ասեցի, խոսքը Աստված է, խոսքը Քրիստոսն է։ Սկզբից էր խոսքը Աստծումոտ էր, խոսքը Աստված է։ Այսինքն որ խոսքն է Աստված, այն խոսքը, որը արդարության խոսք է, այն սիրո խոսքը, Աստված է ինքը, Աստված ներկայանում է խոսքի միջոցով։ Առաքյալն ասում է, Աստված շատ միջոցներով խոսեց մեր հետ, բայց ես վերջի ժամանակներում որդիով խոսեց, խոսքով խոսեց։ Իսկ մինչև այդ հրաշներով, այ, տեսար, ես սրան օգնեցի, ասես լավ բան արեց Աստված, այդ հրաշներով էր խոսում։ Այս մեկին ես լավություն չարեցի, ասես ծախորդություն պատահեց իմ հետ, Աստված հաստատ տենց արեց։ Սենց բաներով սկզբից մեր նորահավատ ժամանակ այսպես իրավիճակներով էինք մենք ճանաչում ասում, բայց վերջի ժամանակներում արդեն որ մեր աշխարհի վերջը եկել է, մենք ճանաչում ենք մեր մեջի մեղքին, արդեն իր որդիով է խոսում մեր հետ։ Արդեն Քրիստոսով է խոսում մեր հետ, արդարության, ճշմարտության, փրկության խոսքով է։ Ամեն մի խոսք Աստվածաշնչի մեջ, եթե արդարությամբ է, եթե սեր կա դրա մեջ, եթե փրկությունը, դա Աստծունն է։ Աստվածաշնչի մեջ գրված է. Զարկ ամաղեկին, սպանա ամաղեկին, մեր ու մանուկ սպանա։ Սա արդարության խոսք է, սա սիրո խոսք է։ Ես չեմ ընդունում այդ խոսքը, որտեղ այդ խոսքը սպանում է, Աստվածաշունչն ասում է, գիրը սպանում է, հոգին ապրեստում է։ Ես այդ նույն խոսքը ընդունում եմ, բայց հոգով։ Որտեղ ամաղեկը վեճ կռիվ է նշանակում ու Աստված ասում է, քո միջի վեճին կռվին սպանա, վերացրա, մեր ու մանուկ սպանա։ Տեսեք փրկության խոսքը որն է, Աստված ով է, որ մեզանից ոմանք շատերը չեն հասկանում, չեն կարում հասկանալ։ Հիսուսին պատկերացնում են հրաշով, մազերով, երիտասարդ տղա, որ իր մարմինը պիտի ուտեն, ինքը տենց գնացել է, ինքը պետքա կա, մարմնով գնաց երկինք Հիսուսը։ Մարմնով չէ, համբարձվեց երկինք։ Իր հարություն առնելուց հետո 40 օր շրջելով երկրի վրա, սիրելի հաստատող, ինքը մարմնով համբարձվեց երկինք։ Այո, մեր մարմինը մեղքի մարմին է, այս ձեռս գողանում է, բայց Հիսուսը իմ մեջ գալով, իմ մարմինը հագնելով, ինքը մարմին հագավ։ Ֆիզիկապես իմ քո բոլորիս մարմինները հագավ Հիսուսը, երբ որ մտնում է մեր մեջ, մեր մարմինը հագնում է։ Ու այս ձեռս որ գողանում էր, արդեն երբ որ Հիսուսի իմ մեջ է, արդեն ողորմություն է տալի, չի գողանում։ Այս ողորմությունը Քրիստոսի մարմինն է, ֆիզիկապես մարմինը։ Սիրելի հաստատող, իսկ հոգևոր մարմին կա, գոյություն ունի, բայց Քրիստոսը ֆիզիկապես մարմինով ո՞նց կգա աշխարհ։ Իրան ֆիզիկապես մարմին ունի, որ գա։ Ինքը նորից եմ ասում, մարմինը հագնում, մեր մարմինն է հագնում։ Իսկ նրա համար, որ ասեց, ով որ իմ մարմինը չուտի, հոգևոր մարմնի մասին է խոսքը, խոսքի մասին է խոսքը։ Արդարության, ճշմարտության, փրկության խոսքի մասին է։ Ով որ արդարությունը, ճշմարտությունը չուտի, կյանք չի ունենա իր մեջ։ Թե չէ Հիսուսի մարմինը ո՞նց կուտենք։ Դες աշակերտները գայթակղվեցին, գրված աշարնագության մեջ 70 հոգի գայթակղվեցին ու գնացին, ասեն սրա մարմինով կարա ուտի։ Ինչի համար գայթակղեցրեց իրանց, որտեղ իրանք մարմնավոր հասկացան, որ պետք է մարմինը ուտել սրա։ Բայց հոգևոր այսօր մենք բոլորս էլ ուտում ենք Քրիստոսի մարմինը։ Պողոս առաքյալն ասում է, մենք բոլորս մի մարմին ենք, բոլորս սնվում ենք նույն սեղանից, որը Քրիստոսն է։ Այս սեղանը, որից որ մենք ուտում ենք, Քրիստոսն է։ Ինչ Քրիստոսին ուտում ենք, ախր մենք հոգևոր ենք, պետք է հոգևոր հասկանանք։ Այլապես մեր մեջ կլինի հակառակություններ, վեճեր, կռիվներ, ոնց որ այսօր շատերի մեջ կա։ Անարգություններ, դատեր, բամփասանքներ եւ վերջում բաժանում ու ատելություններ։
Դրա համար սիրելի հարց տվող, սիրելի քույրս եւ եղբայրս, ես մենք բոլորս էլ ճանաչենք Աստծուն որպես Աստված հոգի։ Աստված հոգի է ու կյանք է։ Եթե Քրիստոսը մտավ իմ մեջ, ասում է սիրի քո եղբայրը, ներա քո եղբայրը, եթե ես սիրում ու ներում եմ, սա Քրիստոսի մարմինն է։ Իմ մարմինը ադամական մարմին է։ Եվ ես մեղքի եի ընդունակ։ Իսկ այս ֆիզիկական մարմինը, սիրելի քույրս եւ եղբայրս, կատարում է եւ Ադամի կամքը, Ադամն ասում է գողացի, չար ասում է գողացի, այս ֆիզիկական մարմինս գողանում է, իսկ Քրիստոսն ասում է ներա, ողորմություն տուր։ Նույն այս ֆիզիկական ձեռս ողորմություն է տալի ու ներում է։ Այսինքն երկու մարմին կա մեր մեջ, հոգևոր եւ մարմնավոր։ Դե հիշես Մելան, յուղում միացած պատմություն կար, որ ու իրական դեպքերի մեր քույրիկներից մեկը, որ տունը աղոտ կարե թե իմ հին մարդուն սպանա, վերացրա Տեր Աստված, իմ մարդուն վերացրա իմ մեջ, իր ամուսինը աշխարհիկ մարդ է եղել, ու մի ամիտ լսել է, ներս ամտե ու լսել է, կինը բարձր աղոտ կանեմ, իմ հին մարդուն սպանա, վերացրա։ Սխալ հասկացի։ Հա, մտածել է, թե իր մասին է խոսը։ Ու այդ մարդը Ակին պատմություն է եղել, հա, ասենց այդ պատմությունը լսում, բայց իրականում մեր մեջ կա հին մարդ։ Իսկ նոր մարդը Քրիստոսն է, փրկության մարդն է։ Սա է Քրիստոսի մարմինը, սիրելի հարցրող, սիրելի քույրս եւ եղբայրս։ Կարդամ Եփեսացիների 4-րդ գլուխ 11-12 խոսքը, էլի ամենքի շինության համար։ Եվ նա մի քանիսին տվավ առաքյալներ լինելու, մի քանիսին մարգարեներ, մի քանիսին ավետարանիչներ, մի քանիսին հովիվներ եւ վարդապետներ, սուրբերի կատարելությանը համար, պաշտոնի գործի համար, Քրիստոսի մարմնի շինության համար։ Քրիստոսի մարմինը շինված չի, ինչ է, շինության համար հովիվներ տվեց, առաքյալներ տվեց, որ շինվի Քրիստոսի մարմինը։ Այո, եթե այսօր դու մեկին ներում ես, կամ ասենք չես գողանում, բայց սպանում ես, կամ չես սպանում, բայց գողանում ես։ Նույնն է, ինչ տարբերություն, Քրիստոսի մարմին չկա թե։ Բայց Քրիստոսի մարմնի շինության համար հովիվներ, առաքյալներ, ավետարանիչներ, զորություններ, մի քանիսին եկեղեցուն դրավ։ Այսինքն մեր մեջ այդ պարտականությունները, այդ պաշտոնները հոգևոր մենք ունենալով Քրիստոսի մարմինը շինվում է մեր մեջ։ Քրիստոսի մարմնի շինության համար։ Քրիստոս նշանակություն։ Եթե դու օծված ես արդարությունով, բարի գործեր ես անում, դա Քրիստոսի ֆիզիկական մարմինն է։ Այս քո միսու արյունը չի։ Քո ներսի արյունը, քո ներսի Քրիստոսը քո ֆիզիկականի սրբում է։ Դու բարի գործեր ես անում։ Այն աշկդ, որ չար էր նայում, հիմի սուրբ է նայում։ Այն լեզուդ, որ չար էր խոսում, անիծում էր, հիմի օրհնում է։ Սա է այս օրհնությունն է Քրիստոսի մարմինը։ Իսկ այն անեծքը հին մարմինն է։ Մենք սպանեցինք այդ հին մարմինին։ Այսինքն ոչ թե ֆիզիկապես սպանեցինք, այլ հոգով սպանեցինք։ Քրիստոսի օծության աստվածային խոսքերով մեր միջի հին մարդին, մեղքի մարդին, չար մարդին լրացրեցինք, սպանեցինք, կապինք, գցինք անդունդը, ոնց ուզում եք հասկացեք։ Էլ չի գործում հին մարդը, արդեն Քրիստոսը մարմնով եղավ։ Ամեն։ Ֆիզիկական մարմնով եղավ, թե հոգևոր։ Հոգևոր մարմինը մեր մեջն է, բայց ֆիզիկական գործում ենք մենք։ Երբ որ հավատացյալները գալիս են գլուխներին շոր կապած, համեստ, երկար հագած շորերով, ես հիշում եմ գյուղում Հայաստանում, մարդիկ հերվից տերմին ասում են ինի հավատացյալ է։ Հասկանում ես, արտացոլում էր իրանց արտաքինը, իրանց ներսինը արտացոլում էր իրանց արտաքինը։ Իրանց հագու կապից զգում են, ասում են, եսի հավատացյալ է, տեսեք ոնց է հագնվել գլխի շորն մի խոսքով։ Սա Քրիստոսի մարմինն է, նորից եմ ասում։ Իսկ սիրելի հարցը կոնկրետ ձեր հարցի պատասխանելու համար Քրիստոսը կոնկրետ ասեք ֆիզիկական մարմին ունի թե չէ։ Այո, ունի, իհարկե։ Մի քիչ առաջ ասեցի ես ու դու, եթե արդարություն ենք անում, այդ արդարությունը Քրիստոսի մարմինն է։ Իսկ երկնքում Քրիստոսը ֆիզիկական երկինք ոչ մի բան չի մտնի գրված Աստվածաշնչի մեջ։ Արյունն ու մարմինը երկինք չի մտնում, գրված է։ Իսկ երկնքում ոնց անելու։ Այդ հարցը ուրիշ հարց է։ Հետո եթե առիթ խոսանք ժամանակի առումով, հիմա իսկանում ինձի թվում է բավարարվենք, սիրելի հարցնող ինձի թվում է դուք հասկացաք Քրիստոսի մարմինը որն է։ Ես կոնկրետ ասեցի, Քրիստոսը հոգի է, մեր մեջ է իր մարմնով, հոգևոր մարմնով։ Իսկ իր ֆիզիկական մարմինը արդարություն, բարություն, ով գործում է այդ Քրիստոսի մարմինն է։ Ամեն։ Աստվածաշատով։ Լավ հասկանալի, ասեցի Աստվածաշատով։ Ձեզ էլ սիրելի ժողովուրդ։ Եթե նորից հարցեր կառաջանան, ուղղեք։
Ամեն, Մնաք ամեն, Աստծո խաղության մեջ։ ամեն, Տերը օրհնի ձեզ։